Սահմանադրական դատարանի դատավորներին եւ նրանց տեղակալներին նախատեսվում է հատկացնել շուրջ 46 միլիոն դրամ հավելավճար։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանի պարզաբանմամբ գործող վարձատրության համակարգում փոփոխություններ չեն իրականացվում, քանի որ գործակիցներ սահմանող օրենսդրությունը ենթակա է ամբողջական վերանայման։ Նախարարը նշել է, որ հավելավճարների հաշվարկման մեխանիզմները ներկայում կիրառվում են որպես միջանկյալ լուծում, մինչև համակարգային փոփոխությունների ընդունումը։ Օրեր անց կմեկնարկի հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու ծրագիրը։ Պետական բյուջեից 63.2 միլիարդ դրամ բյուջետային վարկ է տրամադրվել հայկական ատոմային էներգակայանին։ Միևնույն ժամանակ պետությունը շարունակում է քննարկումները տարբեր երկրների, տարբեր ընկերությունների հետ նոր ատոմային բլոկի կառուցման մասով։ Հայաստանի կառավարությունն արդեն ընտրել է ատոմակայանի տեսակը, այն մոդուլյար տեսակի ատոմակայանն է։ Հայաստանի պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին կառուցվել, վերակառուցվել, նորոգվել եւ հիմնանորոգվել է 504.5 կիլոմետր երկարությամբ ընդհանուր ճանապարհ։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Ամբողջովին պատրաստ է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշտարակից դեպի Գյումրի գնացող հատվածը։ Հյուսիս-հարավի մեկ այլ Քաջարանից Ագարակ գնացող 32 կիլոմետր երկարությամբ հատվածում շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ 2026-ի փետրվարին հարկվճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 381 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ 171.1 միլիոն դրամ։ Արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 58 դեպք։ Չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 194, իսկ տուգանքի չափը 48.5 միլիոն դրամ։ Տվյալները հայտնում էին պետական եկամուտների կոմիտեից։ Զենքի համաշխարհային առևտուրը շարունակում է կենտրոնացած մնալ սահմանափակ թվով երկրների ձեռքում, որտեղ առաջատար դիրքը զբաղեցնում է Միացյալ Նահանգները։ Այս մասին վկայում են Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տվյալները։ 2021-25 թվականներին Միացյալ Նահանգներին է պատկանում զենքի համաշխարհային արտահանման շուրջ 42%-ը։ Միացյալ Նահանգներին հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան։ USAID-ին լուրջ խախտումներ է արձանագրել Ուկրաինային տրամադրվող 26 միլիարդ դոլարի օգնության հարցում։ Միջոցների օգտագործումը վերահսկող կապալառուների հաշվետվությունները հաճախ չեն ներկայացվել ժամանակին կամ առհասարակ չեն ներկայացվել։ Վերահսկող մարմնի գնահատմամբ հաշվետվությունների ուշացումները եւ բացակայությունը սահմանափակել են Միացյալ Նահանգների հնարավորությունները գնահատելու միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Եվրամիությունում էլեկտրական ավտոմեքենաների միջին արժեքը նվազել է վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ։ Եվրամիությունում էլեկտրամոբիլների միջին գինը նվազել է մոտ 1800 եվրոյով, հասնելով 42700 եվրո։ Հիմնական պատճառը դարձել է ավելի մատչելի B դասի մոդելների հայտնվելը։ Այս դասում մարտկոցով աշխատող էլեկտրամեքենաների միջին գինը նվազել է 13%-ով։ BMW-ի տարեկան հասույթը կրճատվել է 6.3%-ով եւ կազմել է 133 միլիարդ 45 միլիոն եվրո, նախորդ տարվա 142 միլիարդ 38 միլիոն եվրոյի դիմաց։ Սպասվում է, որ մինչև հարկումը ավտոարտադրողի շահույթը կշարունակի նվազել չափավոր տեմպերով նախորդ տարվա համեմատ։ Տարեսկզբից էլ ընկերության կապիտալիզացիան նվազել է 13.2%-ով, հասնելով 48 միլիարդ եվրո։ Շաբաթներ առաջ պարզ դարձավ, որ կենսաթոշակները բարձրանում են, իսկ թե որ խմբերի համար եւ ինչ չափով տարբեր հարթակներից դեռ պարզաբանումներ են արվում։ Կենսաթոշակի չափերն ավելանալու են անկախ ստաժից, առնվազն 10,000 դրամով։ Այն դեպքում, երբ անձը ստանում է հաշմանդամության խոր աստիճանի սահմանափակումով աշխատանքային կենսաթոշակ, կենսաթոշակի չափը կավելանա 14,000 դրամով։ Եթե հաշմանդամությունը սահմանված է խոր աստիճանի սահմանափակում, ծանր ներողություն, խորի դեպքում 114,000 դրամով, իսկ ծանրի դեպքում 12,000 դրամով։ 50,000 դրամով կավելանան երկկողմանից նողազուրկ երեխաների կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները։
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների Հայաստանում ունենք շուրջ 502,000 կենսաթոշակառու։ Նրանցից 5-ից 6,000-ի դեպքում կենսաթոշակները կավելանան 14,000 դրամով, 32,000-ի դեպքում 12,000-ով։ Մեծ մասի գրեթե 460,000 կենսաթոշակառուի համար էլ թոշակը կավելանա 10,000 դրամով։ Եվս 124,000 նպաստառուի համար էլ նպաստները կբարձրանան 10,000 դրամով։ Կենսաթոշակի չափերի ապագա փոփոխությունները եթե լինեն, օրենսդրության շրջանակներում դրանք կարող են լինել միայն ավելացման ուղղությամբ։ Նվազել կենսաթոշակի չափերը չեն կարող։ Ապրիլի 1-ից կենսաթոշակառուների համար կփոխվեն ոչ միայն թոշակների չափերը, այլ նաև դրանց ստացման եղանակը։ Անկանխիկ, այլ կերպ ասած, քարտով թոշակ ստանալը կդառնա պարտադիր։ Թեև գործընթացը որոշակի բարդություններ է առաջացրել, բայց դրական տեղաշարժ է նկատվում։ Հունվար ամսին կանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 48,000, մարտի 5-ի դրությամբ այդ թիվը կազմել է շուրջ 9,200։ Բանկերը սկսել են արդեն քարտերի տպագրման գործընթացը ողջ փուլով, նաև զուգահեռ արդեն առաքման գործընթացները։ Այն կենսաթոշակառուների համար, ովքեր ունենան դժվարություններ բանկային հաշվի պայմանագիրը կնքելու ինքնուրույն կամ կունենան դժվարություններ անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հորդորում են հնարավորության դեպքում ինքնուրույն մոտենալ բանկերի մասնաճյուղեր, հաշվի սպասարկման պայմանագրեր ստորագրելու եւ քարտեր ստանալու նպատակով կանխիկից անկանխիկի անցնելու գործընթացը արագացնելու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկա օրերին կներկայացվեն 2 նոր նախաձեռնություններ, որոնք ուղղված են գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններին։ Առաջին նախաձեռնությունը կվերաբերի բուսաբուծությամբ եւ անասնապահությամբ զբաղվող մի քանի 100,000 տնտեսությունների, իսկ երկրորդը հիմնականում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների։ Գյուղատնտեսության ոլորտում արդեն իրականացվում կամ ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր։